Հակակոռուպցիոն դատարանի բակում Սամվել Կարապետյանի աջակիցները ամոթանք են տալիս դատավոր Վահե Դոլմազյանին, որի որոշմամբ Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվել է 30 օրով։ Դատարանն այս որոշումը կայացրել է մեղադրող կողմի միջնորդությունն ավելի քան 20 ժամ քննելուց հետո։ Մեր ձևով մասնակցել եկեղեցու պաշտպանությանը։ Հայաստանի Հանրապետությունում այս բառերի համար այլևս ֆիքսենք, որ կան դատական ակտեր, որ անձը պետք է շուրջ 5 ամիս լինի կալանավորված։ Դատավորը քննիչի միջնորդությունը մասնակի է բավարարել։ Կարապետյանին մեղսագրվում էր ոչ միայն իշխանությունը զավթելու կոչ, այլև տնտեսական բնույթի հանցանքներ, վերջերս նաև փողերի լվացում։ Վերջին երկուսը նույնիսկ հիմնավոր կասկածի շեմը չեն հաղթահարել։ Իսկ ինչ վերաբերում է կոչերին, պատկերացումը կարծես այնպիսինն է, որ այս 1 ամիսը երկարաձգվում է մեկ տրամաբանությամբ, կամ ավարտեք գործը ուղարկեք դատարան, կամ ընդհանրապես ավարտեք, կարող ենք այդպես էլ մեկնաբանել։ 422-րդ հոդվածով։ 422-րդ հոդվածը, որով մեղադրվում է Սամվել Կարապետյանը, միջին ծանրության հոդված է, որով սովորաբար տուգանք է նախատեսվում, ասում են փաստաբաններն ու ապշում։ Բոլորս էլ ասում են։ Իրենց պրակտիկայի ընթացքում առաջին անգամ են տեսնում, որ այս հոդվածով մարդուն 4-ից 5 ամիս անազատության մեջ պահեն։ Մի հատ նմանատիպ դեպք հնարավոր չի գտնել, առավել ևս, որ այդ անձը չունի որևէ դատվածություն, ունի բարձր հասարակական հեղինակություն, էլ չեմ ասում, որ խոսում ենք բարերարի ու ազգային մեծ արժեքներ ստեղծած անձի մասին։ Կարապետյանի գործը քաղաքական հետապնդման կլասիկ օրինակ են անվանում փաստաբանները։ Շինծու մեղադրանք Սամվել Կարապետյանին ազատ արձակելու պահանջով հոկտեմբերի 18-ին ժամը 16:30-ին Ազատության հրապարակում մեծ հանրահավաք կլինի։ Լիլիթ Գասպարյան, Ալբերտ Սերոփյան, Նորայր Շարբաթյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։